Սկսելու համար կարող ենք ասել, որ ի դարբերություն հայտնի ինֆորմատիվ ուժերի մենք արձակուրդ չենք կնում։ Մեր ժողովուրդը սովոր է ամեն տարի ինֆորմատիվ կոչվող, ինֆորմատիվ կոչեցյալ ուժերին արձակուրդում տեսնելու։ Ես իմ խոսքը կուզեի սկսել հետևյալից, օրեր առաջ բոլորս ականատես եղանք Շանթ Հարությունյանի առաջին դատավարության ընթացքում դրսում Հայկ Գյուրեղյան անունով երիտասարդ կատարեց ցուցական մի ակտ, որը անշուշտ դարբեր մարդկանց կողմից դարբեր ձևով է մեկնաբանվել։ Եթե Շանթ Հարությունյանը անցյալ տարի նոյեմբեր 5-ին, եթե չեմ սխալվում, կատարեց իր կատարարը արձակում է մեդաղյա թեթև քննիկներ, որը ըստ մեծ վնասներ չի կարող հասցնել մարդուն, թիրախնդրելով կոնկրետ ոստիկանությունը։ Անշուշտ շատեր հասկացան, որ արդեն մեր ժողովրդի նամանավանդ երիտասարդության արդեն համբերության բաժակը լցված է եւ այս գործողություններով հայտնի այդ գործիչները ուզում են հասկացնել, որ եթե երեք այդով էինք, այսօր կեղծադրճանակով, ապա վաղը կարող է լինի ավելի վատը։ Շատեր ունեին հույս, որ այս ըստ ազդարարությունները եւ Շանթ Հարությունյանի իր ընկերների կողմից եւ նաեւ Հայկ Գյուրեղյանի կողմից գզգազդացնի այս ռեժիմին եւ նրանք կորթեքրեն ավելի ճիշտ կեցված ժողովրդի հետ շփվելիս, վարվելիս։ Սակայն ես այդ կարծիքին չեմ եւ ավելին այն համոզման եմ, որ մինչեւ այն ժամանակ, որ գոյություն ունի այս օկուպացիոն ռեժիմը, նրա ենթակա ոստիկանական համակարգը շարունակելու է գործել բիրտ ուժով։ Խնդրեմ, երեք բոլորս ականատես եղանք, թե ինչպիսի վայրակությամբ ոստիկանությունը վարվում էր քաղաքացիների նկատմամբ։ Բոլորովին անհիմն, բոլորովին անդեղի, երբեք չունեին այդպիսի իրավիճակի սրման, սակայն թե ինչու դա երեք նրանք այդպես վարվեցին, ես չեմ ուզում վերլուծությունների մեջ ընկնել։ Մի բան բարձ պետք է լինի բոլորի համար, նամանավանդ երիտասարդության համար, որ մենք գործ ունենք ոչ թե յուրային իշխանության, յուրային կառավարության, այլ ընդհակառակը հակառակորդ մի համակարգի, օկուպացիոն մի ռեժիմի, որը չի կարող չգեղեցնել մեր ժողովրդին։ Առիթից օգտվելով նաև ես ողջունում եմ եւ երեկվա մեր ժողովրդի ակտիվությունը եւ ինչ չէ նաև նախորդող շաբաթների, ամիսների տարապնույթ քաղաքացիական նախաձեռնություններին, որոնց նախախորհրդարանը միշտ փորձել է աջակցել, օգնել, ինչով կարողացել է։ Հարկ եղած դեպքում եղել են նախաձեռնություններ, որ մեր կողմից են, այսպես ասած, նախաձեռնություն մեր կողմից է եղել։ Սակայն ողջունելով, ուրախ լինելով հանդերձ, որ կա այսպիսի ակտիվություն, թեմեմ շարժում, կարմիր գծեր, արակաչափեր, խնդրեմ, էլեկտրասակակին, գազ, մենք այն կարծիքին ենք, որ այո, պետք է շարունակել այս բոլոր ճակատներով, այս գետային պայքարը պետք է շարունակվի, սակայն պետք չէ բավարարվել միայն այսքանով, այսինքն շատ լավ գիտակցելով, որ այդ ամբողջը ըստ էության հետևանք է, մենք պետք է մեր ներուժը արդեն կենտրոնացնենք պատճառը վերացնելու, այսինքն պատճառը բոլորիս համար բարձ է, աղբյուրը այս ամենի գործող ռեժիմն է, այսինքն օր առաջ ռեժիմի հեռացման եւ նրան փոխարինող ուժի ձևավորման խնդրի կարիքը արդեն օրասական է դարձել։ Եթե
Մինչև անցյալ տարի սեպտեմբեր 3-ը մենք նույնպես իրավիճակը գնահատում ենք օրասական սարդարապետային, իսկ սեպտեմբեր 3-ից հետո արդեն ժամանակի թանկ լինելու հանգամանքը արդեն ոչ ոք չի կասկածում, այսինքն բոլորս այսօրվանից պարտավոր ենք տարապունույթ քաղաքացիական շարժումների մասնակիցները, դա լինի մասնակից թե նախաձեռնողները, պետք է գիտակցեն, որ եկել է պահը գործակցելու եւ միասնական ուժերով ձևավորելու այս ռեժիմից դուրս, այս համակարգից դուրս նոր համակարգ, որը պետք է փոխարինի այս համակարգին։ Այս իմաստով նախախորհրդարանը նոր չէ, որ ունի հստակ առաջարկություն, նոր չէ, որ կատարում է քայլեր այդ ուղղությամբ, մենք այսօր արդեն գտնվում ենք մեր ճանապարհային քարտեզի այն հանգրվանում, որտեղ պետք է ձևավորվի հիմնադիր խորհրդարան, այսինքն նախախորհրդարանից անցումային ժամանակաշրջանում ենք գտնվում այսօր, հասնելու ենք դեպի հիմնադիր խորհրդարան։ Հիմնադիր խորհրդարան, որը պիտի առաջին հերթին պատրաստ լինի երկրի ղեկը վերցնելու իր ցերքում։ Միաժամանակ հիմնադիր խորհրդարանում պիտի ընդգրկվեն այնպիսի մարդիկ, որոնք նաև ունակ լինեն դիմադրելու այս համակարգին, ունակ լինեն պայքարելու եւ այդ պայքարի արդյունքում է, որ մենք գիտենք, որ հնարավոր է լինելու այս ռեժիմի ձերբազատումը։